Իսկ ինչ այդ ողջունենք Կոտայքի մարզի ակունքի միջնակարգ դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին, որոնք մեզ այցելել են։ Համեցեք Տիկին Գալստյան։ Շնորհակալություն ազգային ժողովի հարգելի նախագահող, հարգելի պատգամավորներ, որպես հարակից զեկուցող ձեզ եմ ներկայացնում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2025 թվականի հունիսի 16-ին ընդունված եզրակացությունը, որով արձանագրվել էր, որ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առկայություն էր արձանագրվել։ Հարկ է նախ նկատել, որ հանձնաժողովի մասին օրենքի 24-րդ հոդվածով հանձնաժողովը լիազորված է քննելու մի շարք պետական պաշտոն զբաղեցնող եւ համայնքային պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների խախտումների վերաբերյալ դիմումները։ Ըստ այդմ, ստանալով Հակոբ Հակոբյանի կողմից վարքագծի կանոնի առերևույթ խախտման վերաբերյալ ազգային ժողովի Հայաստան խմբակցության նախագահի դիմումը, հանձնաժողովը օրենքով սահմանված կարգով հարուցել է համապատասխան վարույթ, որի արդյունքում ընդունվել է ձեզ ներկայացվող եզրակացությունը։ Եզրակացությունն առնչվում է 2025 թվականի փետրվարի 13-ին հրապարակված առաջին եւ լրատվական կայքին Հակոբ Հակոբյանի կողմից տրված հարցազրույցի ընթացքում վերջինիս հնչեցրած խոսքերին, որոնք հանձնաժողովի կողմից քննարկվել են պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագրքի 64-րդ կետի համատեքստում։ Մասնավորապես նշված կետի համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ քաղաքական զսպվածության պարտավորություն ունեցող հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է զերծ մնալ քաղաքական բնույթի հանրային ելույթներ ունենալուց։ Ընդ որում, նշված վարքականոնն ուղղակիորեն բխում է Սահմանադրության 197-րդ հոդվածի պահանջներից, որի 5-րդ մասի համաձայն հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամները իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ, հրապարակային ելույթներում նրանք պարտավոր են ցուցաբերել քաղաքական զսպվածություն։ Եզրակացությամբ հանձնաժողովը քննարկել է նշված հարցազրույցի ընթացքում Հակոբ Հակոբյանի կողմից խոսքի մի քանի հատված, սակայն խախտում արձանագրել է դրանցից միայն մեկով։ Այս համատեքստում հաշվի առնելով ժամանակի սղությունը անհրաժեշտ եմ համարում ելույթում անդրադառնալ նաև պարոն Հակոբյանի կողմից վարույթի շրջանակներում բարձրացված մի քանի հարցերին եւ դրանց շուրջ հանձնաժողովի դիրքորոշմանը։ Մասնավորապես, անհրաժեշտ է անդրադառնալ հարցին, արդյոք ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը քաղաքական չեզոքություն եւ զսպվածություն դրսեւորելու պարտականություն կրում է լիազորություններն իրականացնելիս, թե իր պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածում։ Վարույթի շրջանակներում այս հարցի կարևորությունը պայմանավորված է եղել նաև այն հանգամանքով, որ հարցազրույցին Հակոբ Հակոբյանը հանդես չի եկել ի պաշտոնե եւ հարցազրույցավարի կողմից ներկայացվել է որպես բանաստեղծ, թարգմանիչ, Հայաստանի մշակույթի նախկին նախարար։ Այս տեսանկյունից հանձնաժողովը կարևորում է այն հանգամանքը, որ քաղաքական զսպվածության պարտականությունը սահմանելիս Սահմանադրությամբ գործածվել է լիազորությունների իրականացման ժամանակահատվածում եզրույթը։ Ի համեմատություն այս դրույթի, Սահմանադրությամբ խոսքը եթե գնում է հենց կոնկրետ լիազորություններն իրականացնելու պահի մասին, կիրառվում է լիազորություններն իրականացնելիս արտահայտությունը։ Ըստ այդմ Սահմանադրության այլ դրույթների ուսումնասիրության եւ կիրառվող եզրույթների համեմատական վերլուծության արդյունքում հանձնաժողովը արձանագրել է, որ այստեղ ժամանակահատված բառի կիրառումը վկայում է այն մասին, որ խոսքը պաշտոնավարման ամբողջ ընթացքի մասին է։ Նմանապես, վարքագծի կանոնագրքով եւս 64-րդ կանոնով դրա կիրառման ժամանակային սահմանափակում չի նախատեսվել։ Կարծում ենք, որ նման մոտեցումը արդարացված է, քանի որ անկախ այն հանգամանքից պաշտոնատար անձը ելույթի ընթացքում ներկայանում է իր պաշտոնով թե ոչ, հանրային ընկալման տեսանկյունից խնդրահարույց է անկախ պետական մարմնի անդամի կողմից քաղաքական բնույթի ելույթներով եւ խոսքով հանդես գալը, հաշվի առնելով, որ այս մարմինների դեպքում առաջնային նշանակություն ունի քաղաքական իշխանություններից նրանց անկախությունը, տարանջատվածությունը եւ կառույցի քաղաքական չեզոքությունը։ Ըստ այդմ վարքագծի կանոնագրքի 64-րդ կետը կիրառելի է հարցազրույցի ընթացքում Հակոբ Հակոբյանի դրսևորած վարքագծի նկատմամբ, անկախ այն հանգամանքից, որ հարցազրույցի շրջանակներում Հակոբ Հակոբյանը չի ներկայացվել որպես հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ, նրա պաշտոնը որևէ այլ կերպ չի հիշատակվել եւ նա ներկայացվել է որպես Հակոբ Մովսես, բանաստեղծ, թարգմանիչ, Հայաստանի մշակույթի նախկին նախարար։ Հաջորդիվ անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ այն չափանիշներին, որոնց հիման վրա հանձնաժողովը կատարել է պարոն Հակոբյանի խոսքի գնահատումը։
Այս առումով հարկ է ընդգծել, որ խոսքային բնույթի արարքների քննության ընթացքում հանձնաժողովը մշտապես հիմնվում է մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վերաբերելի նախադեպային իրավունքի վրա, ձգտելով բալանսավորել բարևարկության երաշխավորման և կարծիքի արտահայտման ազատության պաշտպանության շահերը։ Ըստ այդմ տվյալ պարագայում ևս հանձնաժողովը դիտարկել է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը կապված քաղաքական զսպվածության կամ քաղաքական չեզոքության պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց կողմից քաղաքական բնույթի հայտարարությունների կատարման հետ։ Մասնավորապես, Եվրոպական դատարանը արձանագրել է, որ որոշ կատեգորիայի պաշտոնյաների և ծառայողների դեպքում քաղաքական չեզոքությունը պահպանելուն ուղղված միջոցները կարող են սկզբունքորեն իրավաչափ և համաչափ համարվել։ Վարույթի քննարկման շրջանակներում պարոն Հակոբյանը դիրքորոշում է ներկայացրել առ այն, որ քաղաքական զսպվածության դեպքում խոսքի ավելի չափավոր, մեղմ արտահայտման մասին է խոսքը, որպեսզի պարագայում տվյալ պաշտոնատար անձը իր գործողություններով չպետք է հարի, սատարի, աջակցի քաղաքական հակամարտության որևէ կողմի։ Դիտարկելով նշված պնդումը Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքից բխող չափանիշների, սահմանադրության և վարքագծի կանոնագրքի կարգավորումների համատեքստում հանձնաժողովը արձանագրել է, որ թեև որոշակի քաղաքական ուժի կամ կուսակցությանը սատարող խոսքը ևս վարքագծի կանոնագրքի 64-րդ կետով նախատեսված է որպես խախտում, այնուամենայնիվ նշված կետով նախատեսված սահմանափակումների շրջանակը շատ ավելի լայն է։ Այսպես, վարքագծի կանոնագրքի 64-րդ կետով գործածվում է քաղաքական բնույթի հանրային ելույթներ ունենալու զերծ մնալ արտահայտությունը, որը կարծում ենք ավելի լայն է և ներառում է ինչպես քաղաքական կուսակցության օգտին, այնպես էլ դեմ ելույթներ ունենալու պարտականությունը, ինչպես նաև տվյալ հանրային իշխանության մարմնի լիազորությունների շրջանակին չառնչվող ոլորտում բարեփոխումների կամ նրանց դեմ ուղղված քաղաքական շարժումների վերաբերյալ աջակցող կամ քննադատական խոսքը և այլն։ Վերոգրյալի համատեքստում քննարկելով հարցազրույցի ընթացքում Հակոբ Հակոբյանի հնչեցրած խոսքը, հանձնաժողովը նախ կարևորել է, որ այն պետք է տարանջատել երկու հատվածի՝ պատմական իրողությունների վերաբերյալ խոսք և կուսակցության ներկայիս գործունեության կամ գաղափարախոսության վերաբերյալ խոսք։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային փորձի ուսումնասիրությամբ հանձնաժողովը արձանագրել է, որ պատմական ճշմարտության փնտրտուքն արտահայտման ազատության կարևոր մասն է, հատկապես եթե խոսքը գնում է ծանր պատմական իրողությունների վերաբերյալ պատմական ճշմարտության մասին։ Ըստ այդմ եզրակացությամբ արձանագրել ենք, որ Հակոբ Հակոբյանի կողմից քննարկված պատմական իրողությունները կամ գնահատականները կապված հայ ժողովրդի պատմության ընթացքում հայ հեղափոխական դաշնակցության կուսակցության դերի հետ վերաբերում են ազգային մտածողության, գաղափարախոսության մոտեցումներին, որոնք ըստ պարոն Հակոբյանի հանգեցրել են հայ ժողովրդի համար կործանարար հետևանքների։ Այսպես, Հակոբ Հակոբյանը խոսել է դաշնակցության գաղափարախոսության վտանգների մասին, նշել է, որ մենք ուղղակի բնաջնջվեցինք, միաժամանակ նշել է նաև, որ նշված գաղափարախոսությունը ձևավորվել էր տվյալ ժամանակաշրջանի իրադարձությունները հաշվի առնելով կամ դրանցով պայմանավորված և ըստ այդմ տվյալ շրջանին համապատասխան կամ անհրաժեշտ է համարել։ Հանձնաժողովը գտել է, որ քաղաքական ելույթներով հանդես գալու զերծ մնալու արգելքը և քաղաքական զսպվածություն դրսևորելու պարտականությունը չեն կարող մեկնաբանվել այնպես, որ բացառեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից պատմական իրողությունների վերաբերյալ հրապարակային դատողությունների կատարման հնարավորությունը, հատկապես այն դեպքում, երբ խոսքը գնում է գոյաբանական հարցերի կամ ազգային ինքնության համար կարևոր նշանակություն ունեցող այլ հարցերի մասին։ Միաժամանակ հանձնաժողովը կարևորել է այն հանգամանքը, որ Հակոբ Հակոբյանի խոսքը չի սահմանափակվել պատմական իրողությունների քննարկմամբ կամ դրանց վերաբերյալ գնահատականներ տալով։ Պարոն Հակոբյանը ըստ էության պատմական իրողությունների վերաբերյալ դատողությունների հետ մեկտեղ անդրադարձել է նաև հայ հեղափոխական դաշնակցության կուսակցության ներկայիս գործունեությանը, քննադատելով այն և նշելով, որ կուսակցությունը պետք է փոխի իր ազգային ամբողջ գաղափարախոսությունը, այն կոչելով հայ ժողովրդի համար այսօր շատ վտանգավոր գաղափարախոսություն, ցանկություն արտահայտելով, որ կուսակցությունը վերածնի իր այսօրվա խնդիրներով, այսօր իր կարգախոսների, դևիզների և քաղաքականությունների մեջ մտցնել փորձելու փոխարեն։ Հանձնաժողովը գտել է, որ Հակոբ Հակոբյանը իր խոսքով մեկնաբանել և քննադատել է կուսակցության գործունեությունը ու գաղափարախոսությունը, այդ թվում կուսակցության գաղափարախոսությունը կոչելով հայ ժողովրդի համար շատ վտանգավոր, ինչը հանձնաժողովի գնահատմամբ կարող է խիստ քննադատություն համարվել։
Հանձնաժողովը արձանագրել է, որ քաղաքական կուսակցության ուղղակի անվանակոչմամբ դրագործունեությունը կամ գաղափարախոսությունը քննադատող հրապարակային խոսքը ելույթին, տվյալ դեպքում հարցազրույցին, հաղորդում է քաղաքական բնույթ, անկախ այն հանգամանքից, որ այն ներառել է նաև պատմական իրադարձությունների գնահատական։ Ամբողջ վերոգրյալից ելնելով, հանձնաժողովը արձանագրել է, որ Հակոբ Հակոբյանի խոսքը այնքանով, որքանով այն պարունակում է քաղաքական կուսակցության ներկա գործունեության և գաղափարախոսության քննադատություն, հանգեցրել է վարքագծի կանոնագրքի 64-րդ կետի խախտման։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հարցերի համար հերթագրում։